Հարցեր ունի։ Խաչատրյան, ձեզ տրանսպորտից չհարցնենք, արդեն շատ հարցին։ Դուք շատ ակտիվ որպես քաղաքական թիմի անդամ գրառումներ եք անում եկեղեցու հետ կապված Փաշինյանի գաղափարների ջատագով եք որպես հանդես գալիս։ Վերջո նորմալ է ձեզ համար այն ամեն ինչ որ տեսնում եք Նիկոլ Փաշինյանի էջում այդ վարամթերք այդ հայոյա խառան փողոցային ոճով արտահայտությունները։ Դուք այդ ամեն ինչը կիսում եք։ Տեսեք, մենք բազմիցս անդրադարձել ենք այս հարցին ու այս հարցերին։ Եթե ըստ էության ձեր համար խնդիրը այստեղ վարամթերքն է, կարծում եմ դուք այստեղ սխալ դիրքորոշում ունեք, որովհետև պետք է ընդհանուր բովանդակային հարց նայել, թե վարչապետը մի հարց է ուղղել Վահագն Կտրիչ Ներսիսյանին, այլ ոչ թե կաթողիկոսին, ինչպես դուք նշեցիք։ Ես նշում եմ, որ Կտրիչ Ներսիսյանին, ուրեմն եթե դուք չեք նշել, խնդրում միջևերջ լսեք, Մեզ կաթողիկոսին չեմ անդրադարձել։ Նոր լավ, վարչապետը մի հարց է ուղղել Կտրիչ Ներսիսյանին, նա կուսակրոնության ուխտը խախտել է, թե ոչ։ Այս պարզ հարցին ուղղակի կան տարբեր բարդ պատասխաններ, որը ըստ էության տարբեր եկեղեցականներ փորձում են քաղաքական նկրտումներով պատասխանել եւ չես հասկանում իրենք քաղաքական գործիչ են թե ըստ էության եկեղեցականներ։ Ես խնդրում եմ այս հարցին դուք ուշադրություն գրավեք եւ այլ ոչ թե կոնտեքստից կտրված ինչ որ հարցեր տակ, ինչ վերաբերում է ձեր ասած բառամթերքին, բառամթերքը այնն է բնութագրում, ինչպես իրենց պահում են այսօրվա մեր եկեղեցականները ցավոք սրտի։ Ներողություն կներեք, եթերային չի, բայց ներողություն եմ խնդրում, բոլորը տեսնում են։ Արայով դիմել, ասել դոմփել քեռակնոջը, ասել պոռնակաբարո սրբազան, չգիտեմ ինչ։ Այդ ամեն ինչը երկրի ղեկավարին Ես ձեզ մի sense բան ասեմ, Ժողովուրդ ջան, ամբողջ խնդիրը կայանում է նրանում, որ ցավոք սրտի ես ուզում եմ արձանագրել, որ մեր որոշ եկեղեցականներ իրենք ունեն նման վարքագիծ, որը ուղղակի այլ կերպ բնութագրել չի հնարավոր։ Վարչապետը սրբապիղծեր օրինակ վարչապետը Սեր Մեմերի Շարքիս է լինելու վարչապետը Ժողովուրդ ջան, խնդրում եմ հերթով էլի, բայց վարչապետը բազմիցս իր գրառումներում անդրադարձել է տարբեր դրվագներով եւ թե նույն այդ մոմի հետ կապված այդ բիզնեսին խի ոչ մեկ չի անդրադառնում Ժողովուրդ ջան։ Չէ, ես Ժողովուրդ ջան, խնդրում հերթով էլի, Արփի ջան հերթով։ Գործունեի մոմ վարելուն ենք ասում, հələ բիզնեսը մի կողմ։ Ես հերթով ախրոմը չգիտեմ։ Այնքան բազմաթիվ են նման վարքագծեր են մեր եկեղեցականների կողմից, որը ցավով արձանագրում եմ, որ Ժողովուրդ ջան, ես ասում եմ, որ մենք հարց ենք տալիս ուղիղ եկեղեցականներին, կա թե չկա նման խնդիր։ Եթե չկա, ուղղակի պետք է ասել, որ չկա։ Ժողովուրդ ջան, խնդրում եմ հերթով էլի, խնդրում Ժորժ ջան, հարց է ուղղում երկրի ղեկավարը, որը ըստ էության նա հայտարարել է ոչ թե երկրի ղեկավարը այս հարցին, այս նախաձեռնությունը սկսել այլ որպես եկեղեցական, այլ որպես եկեղեցու հետևորդ, որը շատ կարևոր է այս հարցում կարծում եմ, հարց է ուղղել եկեղեցականներին եւ Կտրիչ Ներսիսյանին ուղիղ, որ նա պետք է պատասխանի այս հարցին, նա խախտել է կուսակրոնության ուխտը, թե ոչ։ Այսինքն այստեղ ուրիշ ինչ որ ձեր հետևորդները, ես ձեր հետևորդ չեմ, իմ անունից ասեմ, ձեր հետևորդները ԿՊ-ի կարող են իրենց իրավունք վերապահել, օրինակ ինֆորմացիա ունենալով, թե ձեր օրինակ որ նախարարական, որ պատգամավորը ում հետ ինչ անում, ով ումա դոմփում շատ կներեք, ով ում հետ ինչ անառակաբարո գործողությունների մեջ է, կամ ով ում կինը ոնց ձեր բառամթերքը շատ վատն է, Նիկոլ Փաշինյանին եմ ցիտում։ Ես իրանից եմ ցիտում։ Ես խնդրեմ ու կպահանջեմ, որ ձեր որակումներում լինեք շատ զգույշ, Ժողովուրդ ջան, շատ զգույշ, խնդրում եմ ու այլ հարցեր Նիկոլ Փաշինյանի պարագայում դա նորմալ է։ Չէ, բայց մենք այս կողմից ներողություն, այդ կողմից հարց արդեն հնչել։ Ժողովուրդ ջան, խնդրում եմ հերթով։ Հարցի չի պատասխանում։ Պատասխանել եմ հարց, ես հարցին պատասխանեցի։ Պատասխանեցի այնքան, ինչքանով պետք է պատասխանեի։ Ես երբ որ ցիտում եմ Նիկոլ Փաշինյանի խոսքերը եւ կամ ասում, եթե օրինակ նման օրինակ բառերով ասեն, թե որոշ պատգամավորներ կամ ԿՊ կամ ներկայացուցիչներ որտեղ եւ ինչ, դա արդեն ցենզուրա։ Ժորժ ջան, դուք հասկանում եք, որ հարցը վերաբերում է եկեղեցուն ու որոշ եկեղեցականների ու բարձրաստիճան եկեղեցականների։ Ժորժ ջան, դուք հասկանում եք, եկեղեցին գոնե ինչ մարմին է, կոպիտ ասած մարմին է Հայաստանի Հանրապետությունում։ Դուք մարմին եք, օրենսդիր մարմին եք, եկեղեցի, չէ, չի կարելի։ Ով ասեց։ Մենք չունենք կուսակրոնության ուխտ։ Ժորժ ջան, խնդրում եմ, էլի, մի վարքյան։
պատասխան ունենալ չունենալու։ Ժորժ ջան, ես ասացի, հերթով պատասխանը բետոնոր էսկով անդառնանք։ Ժորժ ջան, ես խնդրում եմ այս հարցով լինեք դուք շատ անաչառ, որովհետև հուսով եմ որ դուք եք հայ-առաքելական եկեղեցու հետևորդներ, եւ սա այն հարցն է, որ պետք է մենք հստակ գնահատականներ տանք եւ հայաստանցին, հայ ժողովուրդը պետք է իրականում հասկանա թե ինչ է կատարվում եկեղեցում եւ այն մարդիկ ես ինքս լինելով հայ առաքելական եկեղեցու հետևորդ ես շատ մեծ ցավ եմ արձանագրում այս ամենը, բայց իրականությունը այն է ինչ կա։ Խնդրում այլ հարցը։ Ինչու խնդրում այլ հարցը։ Պարոն Խաչատրյան, տեսեք, Երևանի տարբեր վարչական շրջաններում իրականացված անորական փոխհալեցման աշխատանքներից բարբերաբար դժգոհություն հայտնում նաև Երևանի քաղաքապետը։ Տեղհսկողություն իրականացրած ընկերությունները հաճախ պատշաճ չեն կատարում վերահսկողությունը։ Ինչ քայլեր է ձեռնարկում այս ուղղությամբ։ Արդյոք քաղաքային իշխանությունը բավարարված է փոխհալեցման աշխատանքների տեղհսկողության որակով։ Ժողովուրդ ջան, տեսեք, ես այս մասին իմ ելույթներից մեկում ասել եմ, որ Երևան քաղաքում ամբողջական 2025 թվականի փոխհալեցումների մրցույթը հաղթել է մի ընկերություն, որը ուղիղ փոխկապակցված է նախկին իշխանությունների հետ, ավելի կոնկրետ Ռոբերտ Քոչարյանի հետ, եւ մենք բազմիցս բողոքել ենք եւ խնդիր ենք բարձրաձայնել այս մասով եւ մենք արձանագրում ենք, որ այո կան խնդիրներ, բայց Երևանի ավականու ինստիտուտը եւ Երևանի քաղաքապետարանի տարբեր համապատասխան ստորաբաժանումներ գնում են ամեն օր եւ ամեն ժամյա ռեժիմով եւ մենք վեր ենք անելու բոլոր խնդիրները եւ Երևանի քաղաքապետարանը ինչպես բոլոր այլ հարցերում չի ընդունելու որակին չհամապատասխանող աշխատանքներ։ Բայց այս պահին ընդունում եք դեռ։ Այս պահին որակին չհամապատասխանող աշխատանք մենք չենք ընդունում։ Գրիգոր Լուսավորչի եկեղեցու հարևանությամբ չեք տեսել, որ դուք այգու մասին եք ասում, ոչ թե փոխհալեցման։ Այո, բայց չէ, դուք նոր փոխհալեցման մասին եք ասում։ Այնպես չի, որ անորակ աշխատանքներ չեք ընդունում։ Տեսեք, կան Երևան քաղաքում մի քանի դեպքեր, որոնք որ անորակ աշխատանքներ եւ ընդունվել է տարբեր պաշտոնյաների կառավարման ժամանակաշրջանում եւ այդ դեպքերով կան հակակոռուպցիոն կոմիտեում քննվող վարույթներ, բայց նորից եմ կրկնում, նոր դուք խոսում եք փոխհալեցումներից, ոչ թե այգիներից։ Ես ասում եմ, որ մենք ցանկացած վատ որակի աշխատանք, որը չի համապատասխանում ստանդարտներին, մենք չենք ընդունում։ Ինչ փոփոխություններ օրենսդրական կարող եք նախաձեռնել, որ այդ խնդիրը չառաջանա, այսինքն գումարները բարձրացնել, որտեղ մրցույթներում հայտարարվում է շատ ցածր առաջարկ։ Մենք գնման ընթացակարգում, գնման մասին օրենքում, գնումների մասին օրենքում մենք ունենք բազմաթիվ բացեր, որը Երևանի ավականու տիրույթից դուրս է, գտնվում է ազգային ժողովի տիրույթում եւ ես տեղյակ եմ, որ ազգային ժողովի մեր գործընկերները այս պահին կամ առաջիկա արդեն նիստերի ընթացքում կունենան փոփոխություններ գնումների մասին օրենքում, որը կբերի արդեն համապատասխան լուծումների։ Պարոն Խաչատրյան, ձեր թաղապետի հետ կապված Ռոբերտ Քոչարյանի հետ։ AAB-ին, հա, խնամու Եթե չեմ սխալվում, AB, այո։ Պարոն Խաչատրյան, ձեր արդեն նախկին թաղապետ, բայց ձեր թիմակից Ռազմիկ Մկրտչյանը կալանավորվեց մի բանի համար, որի փաստերը չկան, գուցե նախաքննական մարմինը ունի, բայց փոխարենը փաստեր կան, թե ինչպես էր ձեր քույր կոալիցիոն կուսակցության անդամը, էլի նախկին թաղապետ ծեծում բռունցքներով, հարվածում քացիներով, չգիտեմ, բռունցքներով, հարվածում ու ծեծում Արթուր Չախոյանին։ Հիմա անարդար չի մի տեսակ այս երկրում, որ ակնհայտ ծեծի դեպքով մարդը ազատության մեջ է, իսկ ձեր թիմակիցը անազատության մեջ, որի ծեծը ոչ մեկ չի տեսել։ Տեսեք, Ժողովուրդ ջան, ուրեմն իրավական գործընթացների մասով ես մեկնաբանություն այս պահին չեմ տա, որովհետև բոլոր երկու դեպքում էլ, այսինքն թե Շենգավիթ վարչական շրջանի նախին ղեկավարի եւ թե նոր վարչական շրջանի նախին ղեկավարի հետ կապված գործերով կա քննություն, իրավապահ մարմինները քննություն են իրականացնում եւ արդեն համապատասխան ընթացակարգով կընթանա, այս մասով այսքանը ուրիշ մեկնաբանություն չեմ տա։ Մասով դուք չեք ասում, անարդարության զգացում չկա։ Ռազմիկ Մկրտչյանը այս պահին հանդիսանում է քաղաքացիական պայմանագիր կուսակցության անդամ։ Ես ասացի արդեն, քանի որ իրավական process-ներ կան, ու ես այդ պահին այդտեղ ներկա չեմ եղել, ու ես էլի եմ ասում, չգիտեմ այդպիսի բան եղել է թե չի եղել, ընդհանրապես ես չեմ տիրապետում իրավական գործին, ես չեմ կարող պատասխան տալ։ Տարբերություն դրա մենք տիրապետում ենք դրան, որ Տիգրան Տեր-Մարկյանը ծեծել էր Արթուր Չախոյանին։ Հա, ինքը ծեծել է, դուք եք չէ՞ ծեծել։ Քրեական գործ է իրավապահ մարմիններին կարծում եմ հարցը պետք է կներեք Ժողովուրդ ջան, ես քիչ առաջ էլ դահլիճում ասեցի, եթե ընտրովի արդարադատություն լիներ, ուղղակի բանտերում տեղ չլինի այսօր
բոլոր նախկին իշխանությունների այն ժողովրդին խաբելու եւ կեղծիք տարածելու, կոռուպցիոն գործակների մեջ թաթախված լինելու համար մենք ուղղակի եթե քաղաքական, եթե խնդրում եմ մի ընդհատի էլի, վայ ջան, եթե ես խոսում եմ, միջև վերջ խոսեմ։ Չէ, ես հասկացել եմ միտքը։ Եթե քաղաքական վենդետա մենք ցանկություն ունենք կամ մենք այն ուժը լինենք, որ պետքա տենց վարվեր, ուղղակի հիմա Հայաստանի բանտերում տեղ չէ լինի։ Իսկ եթե դուք արդեն նշեցիք նոր Սամվել Կարապետյանի ձերբակալումը, կալանավորումը կապում եք քաղաքական հետապնդման հետ, նորից եմ կրկնում, դուք սխալվում եք, քանի որ չի կարող Հայաստանի Հանրապետությունում 2018 թվականից ի վեր ինչ-որ մի քաղաքական գործիչ կամ անգամ բիզնեսմեն կամ անգամ ինչ-որ մարդ, որը որ չունի ոչ մի կարգավիճակ, պետության հետ խոսել հաթաթայի լեզվով եւ ասել, որ մենք մեր ձևերով կանենք ինչ-որ բան, Ժորժան, բոլորդ նույն հարցն եք տալի, հա։ Ժորժան, մենք Սամվել Կարապետյան ճիշտ այս մասով չեմ ուզի շատ մեկնաբանել իր խոսքը, որովհետև իհարկե հաճելի չի, բայց ես հստակ ուզում եմ արձանագրել, երբ որ մարդ ասում է, որ քաղաքական գործիչները եթե չկարող, ընդդիմադիր քաղաքական գործիչները եթե չկարողանան ինչ-որ այս խմբակի, այսինքն ժողովրդի կողմից ընտրված մեծամասնությամբ 50+ եւ ավել քվեներ ունեցող իշխանության ներկայացուցիչներին խմբակ ասել եւ ասել, եթե նրանք չկարողանան քաղաքական ճանապարհով այս հարցը լուծել, մենք կլուծենք մեր ձևով։ Իսկ իրանց Չէ, մեր ձևով։ Okay, մեր ձևով է կարող։ Փաշինյանն էլ սխալ էր մեր։ Ժորժան, խնդրում եմ, էլի մինչև վերջ լսեք։ Ժորժան, մեր ձևովի ժամանակները Հայաստանի Հանրապետությունում ավարտվել են, մեր ձևովի մեջ Ժորժան, ես կարող եմ խնդրում եմ, էլի մի ընդհատեք։ Մեր ձևով ասվածի շրջանակում մենք բոլորս, այդ թվում նաև դուք, կարող եք ենթադրել, որ դա մարտի 1-ն էր, կարող եք ենթադրել, որ դա 1999 թվականի հոկտեմբերի 27-ն էր, կարող եք ենթադրել, որ Պապլավոկի զուգարանում քաղաքացուն սպանելն է, կարող ենք ենթադրել, ուտես իրանց ձևը եղել է, իրենց ձևը եղել է իրենց ժամանակ եւ այդ ձևը Ժորժան խնդրում եմ Նիկոլ Փաշինյանը նույն բառամթերքը կրկնելով ասաց հիմա կտեսնես ես ինչպես կմիջամտեմ քեզ կամ ձեզ։ Ես արդեն ասեցի, այո, Հայաստանի Ժորժան կլինի ինչ-որ մեկը պատասխանի, հարց տա։ Համը կտեսնեք Փաշինյանը բորձորները կլինի։ Ժորժան, խնդրում եմ, այս հարցի շրջանակներում նման բան չի ասվել այս հարցի շրջանակներում։ Ժորժան, մի բան էլի Հայաստանի Հանրապետության հետ, պետականության հետ, ժողովրդի կողմից ընտրված իշխանության հետ ոչ ոք չի կարող խոսել նման լեզվով։ Ու ով խոսի, բացի Սամվել Կարապետյանից, եթե էլի լինեն մարդիկ, նույնպես արժանանալու համապատասխան իրավական պրոցեսներ, Ժորժան, մի վարքյան, ի՞նչն է անգին։ Այս ձևով խոսի, այս ձևի պատժի։ Այսինքն մարդը ոչինչ չի ասել ըստ էության, իրավական դուք խնդիր չեք տեսնում դրա մեջ։ Հիմա դուք եք Ժորժան, Նիկոլ Փաշինյանն էլ նույն ձևով խոսել է։ մի վարքյան, էլի, մի վարքյան, Ժորժան, մի վարքյան։ Դուք այսինքն շարունակում եք պնդել, որ այս կալանավորումը կամ այս քրեական գործերը ունեն քաղաքական հետապնդումների իմաստ։ Մի վարքյան, նման բան չի կարող հայտարարել։ Հեսա կտենաս արա իմ ձևով միջամտել ոնց ալու։ Մի վարքյան։ Այդ ոնց եք մտածում Ռոբերտ Քոչարյանն ու Սերժ Սարգսյանը ավելի շուտ չեն արժանի այդ քաղաքական հետապնդմանը ու քաղաքական նկարտումներից կալանավորելուն, թե Սամվել Կարապետյանը։ Դուք ոնց եք կարծում։ Եթե այդ եմ ասում, որովհետև մենք չենք գնում քաղաքական վենդետայի ճանապարհով, Ժորժան, ավարտում ենք մի քանի քաղաքային հարցեր ու ավարտենք։ Դուք ասում եք Հայաստանում ընտրովի արդարադատություն չկա, բա այդ ինչպես եղավ, որ ընտրովի արդարադատություն չկա, բայց ազգային անվտանգության ծառայության տնօրենը չկատարելով Նիկոլ Փաշինյանի հրահանգը, ինչպես եւ Նիկոլ Փաշինյանը ազգային ժողովում լրագրողների հետ զրույցում ասաց, նա չի կարող չկատարել իմ հրահանգները եւ Սամվել Կարապետյանին
չձերբակալելու համար ազատվեց աշխատանքից։ Ինչ գիտեք չի կատարել վարչապետը։ Այդպիսին են տեղեկությունները եւ որովհետեւ վերջում գնաց Սամվել Կարապետյանին ձերբակալելու ներքին գործերի նախարարության փոխ նախարարը Վարդան Վարդանյանը, որը համակարգում է քրեական ոստիկանության ոլորտը։ Ըստ էության ինքը պիտի ապօրինի զենք զինամթերքի կասկածով գնար նրա հետևից, բայց նրան առաջադրված մեղադրանքը լրիվ այլ է։ Ժորժ ջան, դուք մտածում եք, որ ազգային անվտանգության արդեն նախին տնօրենը չի կատարել կամ ինչպես վարչապետն ասել, այո, իհարկե չի կարող չկատարել։ Մի վարքյան։ Հայաստանի Հանրապետության վարչապետ Նիկոլ Փաշինյանը չի կարող որևէ ապօրինի հրահանգ տալ որևէ պետական կառույցի։ Լավ, անդրադարձեք այդ ընտրության եւ ԱԱԾ տնօրենի։ Ժորժ ջան, ԱԱԾ տնօրենի մասով արդեն ասացի, վարչապետը նշել է պատճառները ԱԱԾ տնօրենին։ Տարի է ղեկավարում չի հոգնել ինքը։ Վարչապետը Ժորժ ջան, վարչապետ Նիկոլ Փաշինյանը ենթակա աշխատող է եղել նախին ԱԱԾ պետը, այդ մասով արդեն վարչապետը մեկնաբանություն տվել է, խնդրում եմ այլ հարցեր տվեք։ Փաշինյանն ասում է ԱԱԾ տնօրենը կարծում եմ հանգստի կարիք ունի, այսինքն 4 տարի աշխատողը հանգստի կարիք ունի 5 լավ, 4.5, 7 տարի աշխատողը չունի, այնպես անդադար, հələ ԱԱԾ տնօրենը կարող է մի ժամ ուշ քնից զարթնել։ Ժորժ ջան, բայց դա չի ենթադրում, որ մենք կարող ենք, դուք կարող եք ենթադրություն անել, որ ԱԱԾ տնօրենը կամ չգիտեմ ինչ որ այլ պաշտոնյա Հայաստանի Հանրապետությունում չի ենթարկվել կամ չի կատարել վարչապետի, չի կատարել վարչապետի, հոգնել ավելի հավանական է։ Խնդրում հաջող։ Դուք կարող եք ենթադրություններ անել, որ որոշ հոգևորականներ երեխաներ ունեն կամ չգիտեմ խախտում են կուսակրոնության ուխտը, մնացածը չեն կարող ենթադրել, որ ազգային անվտանգության ծառայության տնօրենը ազատվել է քաղաքական հրահանգ չկատարելու համար։ Ես այդ հարցը արդեն ասացի եւ անցա առաջ, որ վարչապետ Նիկոլ Փաշինյանը ուղիղ հարց է ուղղել Կտրիչ Ներսիսյանին, արդյոք խախտվել է կուսակրոնության ուխտը։ Այո կամ ոչ։ Այդ հարցը ուրիշ պատասխան ուղղակի չի կարող ունենալ։ ԱԱԾ տնօրենի իդեպ այստեղ աշխատանքային իրավունքի խախտում կա։ ԱԱԾ տնօրենին ազատում է, որոշում է, որ հոգնել է, ազատում է։ Թող ուղղակի արձակուրդ Եգիպտոս գնա հանգստանա։ Հա ոչինչ, այս աղջիկը խելոք դեմ չի։ Թող ուղարկեր թող իր Հաշիմ Փաշինյանը Արմեն Աբադյանին ուղարկեր Եգիպտոս հանգստանալու, ինչ չի գնացել։ Հոգնել է, թող ուղարկի։ Խնդրում եմ այլ հարցեր, մասով չեմ։ Կոբուլեթի Բաթում գեղեցու հետ կապված, հա, այս հոգեորականների հետ կապած, ասի որ կիսում եք Նիկոլ Փաշինյանի բոլոր այդ ձևակերպումները եւ այլ մոտեցումները դուք անդամագրվել եք այդ խմբին, որ գնաք Բեհարանը ազատեք եւ արդյոք տեղյակ եք երբ եք գնալու Բեհարանը ազատել Նիկոլ Փաշինյանը։ Ես նախաձեռնությանը նկատի ունեք այն վարչապետը, որ հայտարարություն արել էր, ես այս պահին չեմ տիրապետում ինֆորմացիա, ինչ փուլում է գտնվում տվյալ նախաձեռնությունը, ես հայ առաքելական եկեղեցու հետևորդ եմ, բայց կարծում եմ, որ իմ այդ նախաձեռնության մեջ լինելը այս պահին այդքան էլ ճիշտ չէ, առնվազն քաղաքական նկրտումներից ելնելով, քանի որ ես ակտիվ քաղաքական գործունեություն եմ ծավալում, իսկ հիմա դուք կասեք, իսկ վարչապետի մասով այդ մտահոգությունը չկա, արդեն ասացի, որ վարչապետը տարբեր հայտարարություններում ասել է եւ ապացուցել է անգամ, որ նա հանդես չի գալիս որպես Հայաստանի Հանրապետության վարչապետ այս նախաձեռնության մեջ, այլ որպես հայ առաքելական եկեղեցու հետևորդ։ Բայց Ժորժ ջան, ապացուցեմ